Բարև ձեզ հայրենակիցներ, վաղուց չենք հանդիպել, դրա համար պատճառներ եղան, պատճառներից մեկը նա էր, որ մենք վերանորոգեցինք մեր ստուդիան, ինչպես նաև Միացյալ Նահանգներից Լոս Անջելեսից պարոն Հարությունը, կամ կրճատ ասած, ինչպես ինքն էր գրում Հարութը, օգնեց մեզ տեխնիկապես վերազննել, որի համար խոնարհում եմ գլուխս եւ մեծ շնորհակալություն եմ հայտնում իրեն։ Բացի դրանից այնպես ստացվեց, որ իմ ժամանակներս մի քանի տարին մեկ անում եմ ծոմ եւ 30 օր ես ծոմ արեցի խմելով միայն ջուր, ու քիչ առաջ ենք ասենք խելքի եկել հետ ծոմյան վիճակից եւ առաջին բանը, որ ես որոշեցի, տամ ձեզ այս հաղորդումը։ Պետք է ասեմ, որ ընտրել եմ մի շատ արդիական թեմա այսօր Հայաստանի համար, շեղվում եմ ներորդող լինեն իմ մշտական հաղորդումների ծրագրից, բայց այսօր համարում եմ, որ սա շատ կարևոր մի բան է։ Հարցը նրանում է, որ Հայաստանում մանավանդ Արարատյան դաշտավայրը եւ մի մասի Երևանի, որը դուրս է գալ դաշտավայրի շրջանից, շատ տարածվել է չարորակ ուռուցքների հիվանդությունները։ Բժշկությունը պարզ է, որ դրանով ոչինչ չի անում, ընդհանրապես կարող է անել քիմիոթերապիա, ռադիոթերապիա անել վիրահատում, որը կարող է բերել այնքան էլ հաճելի հետևանքների ոչ, համենայն դեպս ես չեմ, երևի իմ կյանքում ընդհանրապես 2 դեպք գիտեմ մի քանի հարյուրներից, որ քիմիոթերապիայով մարդը կարողացել է առողջանալ։ Այն էլ եղել են այն վիճակներ, որ արդեն հələ խորացած չէր հիվանդությունը եւ մի անգամ վիրահատության կարիք չուներ։ Ինչևէ, դրա համար ես որոշեցի այս հաղորդումը նվիրել, թե ինչ ձևեր կան չարորակ ուռուցքները բժշկելու, որոնք ժամանակակից բժշկությունը հերքում է, որովհետև ես համարում եմ այսօր չարորակ ուռուցքը ամենամեծ բիզնեսներից մեկն է աշխարհում եւ ամեն ինչ արվում է, որ ուղղակի այդ մարդուն հարցը չի դրվում նա կբուժվի, թե չէ, որովհետև քիմիոթերապիայից հետո ոչ մեկը չի բուժվում, որովհետև քիմիոթերապիան չի որոշում, այս բջիջը չարորակ է, սա առողջ է, նա ընդհանուր է վերացնում, որով ջարդում է, սպանում է լրիվ մարդու իմունիտետային մեխանիզմը։ Ինչևէ, ես ուզում եմ ասեմ այն ձևը, որը ներկա եմ եղել ես այն ժամանակները, երբ դա եղել է եւ մասնակցել եմ այդ ստուգումներին, կպատմեմ ձեզ, թե ինչ հետաքրքիր բաներ եղան եւ կասեմ մեկ էլ այն դեպքերը, որոնց ես այդ մարդկանց ճանաչել եմ եւ որոնք բուժվել են չարորակ ուռուցքից եւ ինչպես են բուժվել, դա կպատմեմ։ Ես կարծում եմ հաղորդումը կարող է ստացվել մի քիչ մեծ ժամանակահատվածով ներողեք, բայց կուզենայի բոլորը վերջնական արտահայտվի եւ ձեզ պատմի։ Եվ այսպիսով մարդու օրգանիզմը ունի համապատասխան հաճախականություն, առողջ վիճակ հաջողականություն։ Դրանք են 62 հերցից մինչև 78 մեգահերց։ Ակնհայտ 62 մեգահերցից մինչև 78 մեգահերց։ Եթե այդ հաճախականությունը իջնում է 57-ից 7-ից ներքև, մարդը սկսում է լուրջ հիվանդություններ ստանալ, նաև չարորակ ուռուցք։ Օրինակ, բոլոր սիրողների համար վատ նորություն կհայտնեմ, պարզվում է, որ եթե դու սուրճը մի գավաթ խմես, վայրկյանապես քո հաճախականությունը իջնում է մինչև 66-ից մինչև 58 մեգահերց, որպեսզի դա վերականգնվի, իրեն հարկավոր է մոտավորապես 3 օր։ Ես սա փոքրիկ ուղղակի վերեցի որպես բան, բայց ինչն է հետաքրքիր։ Երբ որ Խորհրդային Միության վերջի տարիներին ստեղծվեց էքստրասենսորի ասոցիացիան, ես այնտեղ մասնակցել եմ մի շարք աշխատանքների եւ աշխատանքներից մեկը նա էր, որ մենք ստացանք ինֆորմացիա, որ կան համապատասխան ձեթեր, որոնք ունեն շատ բարձր հաճախականություն եւ օգտագործելով դա նա վերականգնում է օրգանիզմի ընկած հաճախականությունը նորմալ վիճակին, որով եւ կատարվում է զարմանալի ձևով, բայց բավականին առողջացնող հետևանքներ։ Ինչևէ, ես ուզում եմ այսօր ձեզ մի քանի տվյալներ այդպիսի բերեմ։ Օրինակ, տեսեք, բացասական մտքերը, իսկ մենք հայերով շատ մեծ սիրահար ենք բացասական նվնվալու, վայ-վայ ասելու,
ամեն մի միտքը իջեցնում է 12 մեգահերցով հաճախականությունը։ Մանավանդ եթե այդ մարդն էլ համտածում է, դե ոչինչ չի ստացվում, դե ես անհաջողակ եմ եւ այլն, այս հաճախականությունը կարող է իջնել մինչև 40 մեգահերցի։ Մտածեք ինչ եք մտածում եւ ինչ եք անում դուք ձեզ հետ ապագայի համար։ Ինչևէ, ուրեմն հետաքրքիր բաներից հետո, հետազոտություններից հետո պարզվել էր, որ այնպիսի բուսական յուղեր, ինչպիսին են անանուխ, կոճապղպեղ, ցիտրոն, գրեյփֆրուտ, հասմիկ, նարդոս, երիցուկ, չաման, վարդ եւ դարչին բույսերի ձեթերը ունեն շատ բարձր հաճախականություն եւ բավականին հոյակապ են աշխատում առողջության վերականգնելու համար։ Դրանից հետո մենք հանկարծակի լուր ստացանք, որ գոյություն ունի մի հայտնի անձնավորություն, դա Բրյուս Տանյոն է, Տանյո կոմպանիայի ղեկավարը, ուրեմն ինքը զբաղվում է գյուղատնտեսության, Ամերիկայում գյուղատնտեսության դեպարտամենտը, որ կա զբաղվում է այդ հարցերով, նա ուրեմն իրեն այդ հիմնարկում ուսումնասիրելուց հետո ստեղծեց մի յուրահատուկ սարք, որը կարողանում էր ֆիքսել տվյալ ձեթի հաճախականությունը։ Այդ սարքից կային մենայն երկու հատ, մեկը իրենց մոտ էր, մեկը գտնվում էր ուրեմն Ջոն Հոփքինսի համալսարանում եւ որը նույնպես զբաղվում էր այլ հարցերով։ Այդ տարիներին, ոնց որ ասեցի, վերջի տարիներն էր Խորհրդային Միության, Էքստրասենսորի ասոցիացիան կարողացավ պետական մակարդակով ձեռք բերել նաեւ երրորդ օրինակը, եւ մենք սկսեցինք բավականին լուրջ հետեւել եւ զբաղվել, թե ինչ ձեթեր, ինչ հաճախականություն ունեն եւ ինչպես կարող են մարդու առողջության վրա ներազդել։ Մենք սկսեցինք շատ լուրջ հավաքեցինք խումբ, որի մեջ կային մոտավորապես 2 տասնյակ տարբեր մասնագետներ գիտական ասպարեզից եւ այս բոլորով այս սարքով սկսեցինք աշխատել։ Ուրեմն այդ սարքը աշխատելուց առաջ ուրեմն պետք է ասել, որ հանրահայտ իմունոլոգ Մահմուդ Սուխա գոյություն ունի մի անձնավորություն, որը ապացուցեց, որ չարակուրուսկը սկսում է այն բանից, երբ որ DNT-ն սկսում է ֆունկցիաները չկատարել եւ դրան գումարած, սկսում է մի հետաքրքիր բան, որ մարդու իմունոլոգիան սկսում է ընկնել։ Նույն այդ ժամանակ ուրեմն հանրահայտ Ուոքեր Բեկկերը, որը 2 անգամ եղել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ապացուցեց, որ ցանկացած բջիջ, մարդու ցանկացած բջիջ ունի էներգիա, ունի էլեկտրական էներգիա եւ ամեն ինչ արվում է եւ փոխանակվում է եւ գործում է տվյալ բջիջը շնորհիվ այդ էներգիայի միացումների շնորհիվ։ Այս բոլորից հետո այնպես ստացվեց, որ նաեւ կարող եմ հիշատակել, որ Նիկոլա Տեսլան, որը իմ, ասենք, ամենասիրելի գիտնականներից մեկն է, համարում եմ ամենահանճարեղ գիտնականներից մեկը 20-րդ դարի, նա ասեց, որ մեր շրջապատում կան շատ հաճախականություններ, որոնք թույլ չեն տալիս, որ մեր առողջական վիճակը լինի 100%-անոց։ Ինչևէ, մենք սկսեցինք հետազոտությունները եւ այդ ժամանակ հետաքրքիր մի շատ բաներ կատարվեց, մենք ստացանք այն հաճախականությունները, որոնց մեզ հետաքրքրում էին։ Ավելին, մենք հայտնաբերեցինք, որ կան ձեթեր, որոնք կարող են մինչև 320 մեգահերց հաճախականություն տան, դրանով պրակտիկորեն կարող են 100%-ով վերականգնել առողջականը։ Ես ձեզ կթվարկեմ մի քանի մեր տվյալները, որ մենք այն ժամանակ հայտնաբերեցինք, դրանցից էին վարդը, վարդի ձեթը, մաքուր վարդի ձեթ, այս բոլորի տակ խնդրում եմ հասկանալ միայն մաքուր ձեթ, ոչ թե էսենցիաները չի ստացվի։ Եվ այսպիսով վարդ 320 մեգահերց, անթառան ծաղիկ 181 մեգահերց, խունգ 147 մեգահերց, նարդոս 118 մեգահերց, մյուրոն 105 մեգահերց, գերմանական երիցուկ 105 մեգահերց, գիհ 98 մեգահերց, սանդալափայտ 98 մեգահերց, սա այն տվյալներն են, որոնք մենք որոշեցինք։ Բայց ասենք մենք այդ ժամանակ կապնվելով բժիշկների հետ մի խումբ մարդիկ, ովքեր ունեին լուրջ հիվանդություններ եւ մանավանդ
ունեին չարորակ ուռուցքներ, որոնք հայտնեցին իրենց բարի կամքը մասնակցելու նրանով, որ մենք տանք այդ ձետերը օգտագործելու, ստացանք հետաքրքիր բաներ։ Օրինակ, կրծքի չարորակ ուռուցքի դեպքում հոյակապ աշխատում է դարչին, չաման, երիցուկ եւ հասմիկ ծաղիկների ձեթերը։ Երիցուկի յուղը ընդհանրապես հատկությունն է մինչև 93% չարորակ ուռուցքի բջիջներին վերացնել։ Շատ հետաքրքիր է դա, բայց մենք կանգնեցինք ավելի շատ մի ուրիշ ձեթի վրա, որի մասին մի քիչ ուշ կասեմ, դրանցից նաև շատ էֆեկտիվ են աշխատում չամանի յուղը, որը մոտավորապես 97% չարորակ ուռուցքների վերացնում է, ելի կապված կրծքավանդակի, կրծքի ուռուցքի հետ, եւ ուրեմն այդ բոլորից մենք գնահատական տվեցինք, որ ամենալավ ձեթերը, որոնք աշխատում են մարդու առողջությունը վերականգնելու համար, դրանք 11-ն են։ Խոսքը գնում է չարորակ ուռուցքի մասին իհարկե, բայց մենք չենք փորձել օգտագործել նրանք մի որևիցե ուրիշ հիվանդությունների վրա, բայց համոզված եմ, որ նմանատիպ, ասենք, եթե կարողանանք օգտագործել մի որոշ ուրիշ հիվանդությունների վրա նույն ձեթերը, հնարավոր է, որ էֆեկտիվությունը լինի շատ բարձր։ Այդ 11 եթերային յուղերից էին նարդոս, չաման, եղցպակ, անանուխ, թարխուն, սամիտ, երիցուկի յուղ, սրանք համարվեցին ամենալավերը, բայց ամենակարևոր յուղը, որը մեր վրա թողեց ամենալավ, ասենք, հետևանքները, որով արդեն կարող է հասնել 100%-անոց առողջության դեպքը, դա դարձավ խունկի յուղը։ Պետք է ասեմ, որ ռուսերեն իրեն անունը տամ, պատվիրելուց անպայման նայեք, որ երբեք չլինի գրված էսենցիա, անպայման լինի յուղ, որտեղ ասում եմ էսենցիան ձեզ օգուտ չի տա, ժամանակը կորցնեք։ Ուրեմն չամանի յուղը ունի յուրահատուկ հատկություններ, նա պրակտիկորեն շատ դեպքերում, կներեք, շեղվեցի, խունկի յուղը, նա մեծամասնությամբ բերում է լրիվ 100%-անոց առողջության եւ կարող միջև անգամ պատմեմ մի քանի դեպքեր, որոնք ասենք մենք այն հիվանդներին տվեցինք, որոնք ասենք ունեին տարբեր մասերում չարորակ ուռուցքներ եւ ինչպես եղավ եւ կրճատ նաեւ կտամ մի քանի ձև թե ինչպես օգտագործել։ Ուրեմն մի անձնավորություն կար, որը ուներ լյարդի ցիրոզ, բավականին բաց թողնված վիճակում, եւ մենք տվեցինք իրեն, նա սկսեց օգտագործում էր հետեւյալ կերպ, վերցնում էր ուրեմն մի կաթիլ լեզվի տակ կաթացնում էր ամեն օր եւ փոքրիկ քանակով ձետը քսում էր լյարդի շրջանում։ Բուժումը տևեց մոտավորապես 3-4 ամիս, 3-4 ամիս հետո նա գնաց, իրեն նորմալ էր զգում, ամեն ինչ լավ, հետազոտվեց, մենք 2 անգամ հետազոտել էինք եւ հետեւում էինք, թե ինչպես է նա փոքրանում։ Այդ ժամկետում նա գնաց, ստուգել տվեց եւ պարզվեց, որ իրեն լյարդը 100% մաքուր է, բժիշկները զարմացած էին։ 5 տարեկան երեխա, որը ծնվել էր ուրեմն ծնվելուց հետո մի շատ կարճ ժամանակ հետո ունենում է չարորակ ուռուցք ուղեղի վրա, բժիշկները առաջարկել էին մասամբ վիրահատել, մի մասը հեռացնել, հետո ինչ կստացվի, դե հայտնի չի, բայց ես ինչքան գիտեմ, ոչ մեկին վիրահատել են ուղեղի վրա, միշտ 30%-ը վերացնում են, մնացածը թողելով, որտեվ տարածքները շատ վտանգավոր է ինչ-որ վերջնական անելու, բայց դա անցնում է մի քանի տարի եւ մարդիկ մահանում են, օգուտ չի տալիս։ Այս երեխային ուրեմն մեկ կաթիլ տալիս էին խնկի յուղ, լեզվի տակ, նաեւ տալիս էին, ասենք մեկը տալիս էին առավոտը, երկրորդը տալիս էին սանդալափայտով երեկոյան։ Եվ անպայման ուրեմն խնկի ձետով քսում էին ոտի թաթերի տակ, կարող է զարմանալի թվային, որտեղ է գլուխը, որտեղ է թաթեր, բայց դա ելնելով արդեն չինական ուսմունքներից, թե որ կետերից ոնց կարելի է ազդել։ Արեցինք, երեխան այդ բոլորը ընդունում էր եւ մեկ էլ այս մասերում էր ձեթի քսվում, պրակտիկորեն երեխան 3-4 ամիս հետո ոտի կանգնեց, նորմալ, ոչ մի խնդիր չկար։ Հիվանդ, որը ուներ 4-րդ աստիճանի արդեն չարորակ ուռուցք, որը արդեն սկսել էր մետաստազներով,
անցել էր ոսկորներին, ողնասարին, կողոսկրներին եւ այլն։ Այս անձնավորությունը 7 ամսում ոտի կանգնեց, օգտագործելով խնկի ձեթը, նա օրական 2-3 անգամ միմիկաթիլ քսում էր, ուրեմն կաթացնում էր լեզվի տակ, նաև քսում էր իրեն ուրեմն թոքերի շրջանում եւ ոտի թաթերի տակ։ 7 ամիս հետո նա լրիվ ոտի էր կանգնել, նման օրինակներ շատ կան, բայց մոտավորապես գծագիրը ինչպես աշխատեք երևի արդեն հասկանալի է։ Այս բոլորին ասենք ես մի բան կավելացնեի, ուրեմն մի օրինակ կբերեի, կին, որը ուներ ուրեմն կանացի օրգաններում վզիկի վրա խոց, շարորակ խոց, որը բավականին արդեն մեծ էր եւ արդեն բաց թողնված վիճակ էր բավականին, օգտագործեց հետեւյալ ձևով, ինքը ամեն 3-4 ժամ մեկ որովայինի շրջանում, արգանդի շրջանում փոքրիկ մասաժի պես բռնում էր եւ խնկի ձեթը օգտագործում էր, պրակտիկորեն 1 ամիս հետո ոտականգնվել էր, բավականին լավ վիճակ էր։ Մի բան էլ կասեմ, կարծում եմ կանես մանատիպ հիվանդներ շատ կան, ենթաստամոքսային գեղձի հիվանդություն, այսինքն ուռուցք, որին տվել էին արդեն 3-4 շաբաթ ապրել։ 3 կաթիլ նա օգտագործում էր խնկի յուղ եւ միմիկաթիլ օգտագործում էր կիտրոնախոտ, նարդոս, անանուխ եւ սանդալափայտ։ Այս բոլորը օգտագործում միմիկաթիլ լեզվի տակ մոտավորապես 1-2 ժամ տարբերությունով։ Առողջացավ 4 ամսից հետո։ Սա այն ինչ ես կուզենայի ասել պատմել ինչ է կատարվում այս վիճակում, բայց կասեմ ձեզ մի հետաքրքիր, մի երկու շատ հետաքրքիր տարօրինակ դեպքեր։ Լեհաստան երեք է մի անձնավորություն տարեց արդեն հայերազգության, որը ծնվել է Կոնստանտինոպոլոսում, 14 տարեկան հասակում նամոց հայտնաբերվում է չարորակ ուռուցք։ Չբացեց գաղտնիքը, թե որտեղից է իմացել նմանատիպ ձևը, բայց այս ձևով ինքը բավականին արդեն մեծ բանակ ունի մարդկանց, որոնք առողջացել են չարորակ ուռուցքից։ Ինչ է անում։ Վերցնում մի փոքր սխտոր, այդ սխտորը ուրեմն ճզմում է, եւ այդ ճզմած սխտորը ասես գնդիկ դարձնելով դնում է ոտի այս ներսի կողմից մի հատ կոնկրետ տեղ կա, այնտեղ կպցնում է եւ փակում է գիշերվան, որ նա փակ մնա։ Առավոտյան երբ որ վերքը բացում է, այս վերևի շերտը փոկված է եւ վերք է բացված։ Վերցնում է սովորական սիսեր, նախնական իհարկե լավլվալ, մաքրել, այս սիսերը դնում է եւ վրայից դնում է մի փոքրիկ կաղամբ, կաղամբը այն որ թեքություն ունի, այս ներսի կողմով այսպես դնում է սիսերը, կպցնում է եւ թողնում է։ Թողնում է մոտավորապես 1 օր, 1 օրից որ բացում ես, այնտեղից սկսում է գալ մի ահավոր գարշահոտությամբ թարախ։ Մաքրում է վերքը, երկրորդ սիսերն է դնում եւ այսպես անverջ։ Մոտավորապես բուժումը տևում է 2 ամիս, մինչեւ այդ թարախը կդադարի գալ։ Եվ պրակտիկորեն դրանից հետո ոչ մի հետք չի մնում։ Երկրորդ հետաքրքիր դեպքը, որ ինձ հանդիպել է, Ուկրաինայում ես հանդիպել եմ 2 դեպք, որոնցից մեկը երիտասարդ աղջիկ էր, արդեն 4-րդ աստիճանով չարորակ ուռուցքի, որին ասում են, որ լավագույն դեպքում մի 40 օր կյանք ունես։ Այս աղջիկը հիասթափված գալիս է իրենց գյուղը, որտեղ գյուղից է լինում, քաղաքում ապրող։ Գալիս է, պատմում է մորը, մայրը նայում է եւ մի թեթև ծիծաղելով, ժպտելով ասում է՝ լավ։ Ամեն օր առավոտ տակ, չերացրած, այծի կաթ, մի բաժակ առավոտյան, մի բաժակ երեկոյան, տալիս է խմելու։ Չեմ ուզում անդրադառնալ պատմեմ, 40 օր հետո այս աղջիկը իրան հոյակապ ազգում, նորից կազդորված, ուժը տեղի եկած եւ հետաքրության համար գնում է բժիշկների մոտ, որոնք հետազոտում են եւ տեսնում են, որ ոչ մի հետք ուռուցքի չկա։ Այս աղջիկը պատմեց ինձ դեպքը, մի ուրիշ դեպք էլ Ուկրաինայից, մի անձնավորություն կար, որին նույնպես տվել են, որ ասել են, դե քեզ լավագույն դեպքում 2-3 ամիս կյանք ունես, այդպես հիասթափված դուրս է գալի հիվանդանոցից։ Շուկայի կողքով անցնելուց, չգիտես ինչու, այս մարդը սենց մի տեսակ ոնց որ սիրտը ձգի գնա, ուզում է թթու ուտի։ Գալիս է ու անպայման ուզում է վրացական թթուն։ Վրացիները սարքում են, ասենք, մենակ փոքր քանակ բազուկով եւ մեծ քանակ կաղամբով։
ուրիշ ոչ մի բան չկա մեջ։ Մի կիլոգրամ առնում եմ, մինչև տուն է հասնում այդ 1 կիլոգրամը ուտում է, չի կարում կանգնել ինչքան է իրեն դուր գալիս։ Մյուս օրն էլ է գնում, երրորդ օրը տեսնակ ու իրեն լավ է զգում։ Չորրորդ օրը 5 խոսքով ամիս ու կես այդպես ամեն օր ինքը գնում է կաղամբը առնում է, կաղամբը ուտում է։ Ամիս ու կես հետո հետազոտությունները ցույց են տալի, որ լրիվ առողջ է։ Սա նույն այդ հետաքրքիր դեպքերից պատմեցի, նաև 91 թվականին, երբ ստեղծվեց էքստրասենսերի ասոցիացիայի խումբը, այնտեղ եկել էր մի ղազախ ժողովրդական բժիշկ, որի հետ ծանոթացանք ու շատ տարօրինակ բան պատմեց, ներողություն։ Հետաքրքիր է նաև, որ ես հետո մեկ անգամ եմ փորձել ավել չեմ, բայց իսկապես աշխատեց։ Ուրեմն ինչ է անում։ Ասում եմ, ես ռակը 10 օրում բուժում եմ։ Ծիծաղեցի, ոնց որ հիմա դուք եք ժպտայիք։ Ասում եմ, ինչով, ասում եմ, որ ասեմ, չես հավատա։ Ասում եմ, ինչով։ Ասում եմ, կաթով։ Ասում եմ, ինչ կաթ, կովի կաթը, տաք չեռացրած կովի կաթը։ Ասում եմ, ես դա վաճառում եմ, մարդիկ բուժում են, շատ ուրախ են, ասում եմ, ոնց մարդիկ չեն տենում, որ կաթ, ասում եմ, դե խաբում եմ։ Ասում եմ, սրա մեջ այնտեղ տիբետյան յակի կաթ կա, այնտեղ ինչ է, տարբեր կա, կովի կաթերի խառնուրդ է, չնայած ոչ մի բան չկա։ Ու ասեց, որ բուժում մենակ հետևյալ ձև է, 10 օր պետք է մարդը ծարավ է, խմում է կաթ, սոված է, պետք է խմի կաթ, այսինքն մենակ կաթ է օգտագործում, որը եռացրած չի։ Ես մի անգամ եմ դա փորձել, բայց իսկապես ինքը տվեց իրեն պատասխանը ու շոյակապ աշխատեց։ Երևի այսքանը կասեմ, որտեղ ես նմանատիպ դեռ էլի շատ բաներ գիտեմ, չգիտեմ, դուք գիտեք Գերսոնի թերապիայի մասին եւ Ռուդոլֆ Բրոյսի ձևերից, եթե կցանկանաք, նաեւ մյուս հաղորդումում դա կպատմեմ։ Իսկ այսօր ես կուզեի եկել ձեր հարցերին անդրադառնալ, որտեղ հարցերը շատ են, երկար ժամանակ չենք աշխատել, եւ ես ուզում եմ ձեր այս բոլոր հարցերին պատասխանեմ։ Այսինքն, որոնք ես համարում եմ, որ հետաքրքիր կլինեն բոլոր ունկնդիրների համար եւ այսպեսով։ Բարև ձեզ, հարգելի պարոն Եմեն ջան, մի խնդրանք ունեմ ձեզ։ Մայրիկս իր հագուստի վրա բաճկոնի ներսի կողմից թիկունքի մասում աստառի վրա գտել է քորոց։ Բուլավկա, կներեք, ես բառացի եմ կարդում։ Հագուստն ամրացած է եւ ծայրը փակած։ Խնդրում եմ ասեք, արդյոք դա չար նպատակով կլինի արված, թե ինչպես կարելի է դրանից ազատվել, շնորհակալություն։ Ազատվել պետք չի։ Գոյությունն է մի այսպիսի հին բան, եթե հագուստ ունես եւ հագուստի այս վերևի մասում, օրինակ ասենք տղամարդիկ, որ բաճկոն են ակում կամ ինչ-որ բան, եթե կարողանան մի հատ ասեղ քորոց ավելի ճիշտ դնեն, կամ մի հատ հետևի կողմից դնեն, ասենք, նաեւ ասեղ կամ ուղղակի այսպես դնեն, կամ քորոցը այս մասից որ չերևա փակ վիճակում դնեն, սա պաշտպանում է ցանկական բացական ինչ-որ ներազդեցության համար, ոնց որ դա լավ բան է։ Բարև ձեզ, պարոն Եմեն ջան, պարոն Եմեն ջան, շատ հաճախակի ունենում եմ կոկորտի խնդիր, որ փոքվածություն ու ջերմություն, ինչ խորհուրդ կտաք։ Գիտեք ինչ դժվար է, շատ կոկորտի խնդիր, կոկորտը շատ խնդիրներ ունի եւ միանգամից sense ասել, այս բանը արեք, կարող է ոչ մի բանով չօգնել, ելևելով ասեք, որ այս ինչ ասեց, այս ինչ արեց, ինչ չօգնեց եւ այլն, եւ դա համար կոնկրետ միջև չիմացվի, չի արվի, բայց մի բանը կարող եմ ձեզ ասեմ, շատ լավ օգնում է մի հատ ժողովրդական բժշկություն, ընդհանրապես կոկորտի խնդիրները մի քիչ շտկելու։ Վերցնում եք լավ տնական դոշաբ, պետք է դոշաբը լինի թթի դոշաբ, ոչ թե խաղողի, անպայման պետք է լինի սպիտակ թթի դոշաբ, ոչ մի դեպքում մեջը շաքար տրված չլինի, ավելի լավ է, ձեր մեծ մարդիկ կհիշեն, որ դոշաբը երբ որ պատրաստում են, անպայման պետք է հետո ամենավերջում տան սպիտակ հող, խառնեն, վերջացնեն, որից հետո նոր քամվում է եւ դրվում է մի կողմ։ Այս շատ կարևոր է, որ այդ սպիտակ հողը գցած դոշաբ լինի եւ անում են հետեւյալ բանը, վերցնում եք մի այսքան կտոր մաքուր կարակ կովի, դնում եք ափսեի մեջ, սպասեք որ փափկի, հետո հացով վերցնում եք, սա մի պստիկ էս կարակից դոշաբի մեջ թաթախում ենք, ուտում ենք։ Մի 10 օր արեք, շատ համով դեղա, որը կարող է հետո բնավորություն դառնա, հաճախ օգտագործել։ Ինքը բավականին լավ կարգավորում է կոկորտի հետ կապված խնդիրները։ Ամբողջ աշխարհում կատարում է խելացի մարդկանց
անտեսում, ճիշտ է դա։ Այո, ճիշտ է, որովհետև ոչ մեկին ձեռք չի տալի։ Գիտեք ինչ, հասկացեք մի հասարակ բան, պետություն եւ պետական կառավարություն, սրանք երկու տարբեր բաներ են։ Կառավարությունը երբեք հոգս չի տանում պետության մասին, ինքը տանում է հոգս իրեն մասին։ Այդ մենք ենք հավատում, որ կառավարությունը սենց անես, կոնկրետ տեսեք, էլ մեր կառավարությունը ինչ է անում ձեր համար։ Դրա համար ձեռք չի տալիս, որ մարդը խելացի լինի, որ մարդը մտածող լինի, որտեղ մտածողը խելացին, հետո գտնում է ձևեր, որպեսզի վիճակները լավացվի եւ մարդկանց վիճակը լավացվի, որը հեչ ձեռք չի տալի։ Այսօր հասարակ բան, տեսեք ձեր հիմա ձեր երեխեքին ինչ են սովորացնում։ Այսօր ձեռք է տալի մենակ լինի մարդ, որը մի հատ աշխատանք ունենա, որ ամսի 1-ից մինչև մյուս ամսի 1-ը կարողանա այդքան գումարով գոյատևի, որ ունենա մի հատ հեռուստացույց, որի դեմը նստի ու մենակ քննադատի, իսկ հեռուստացույցն է քեզ միշտ մենակ բացական ինֆորմացիա տա, մի հատ սեքսուալ ընկեր ունենաս, տարին մի անգամ կարողանաս գնաս մի կերպ ինչ-որ բան հանգստանես եւ դրանից ավել ոչ մի բանի պահանջ չունենաս։ Եվ դա արվում է ամենուրեք։ Դուք տեսեք հələ մեկ վերջի այս մի քանի տարիներում ինչքան բաներ մեզ զրկում են Արարատից, մեզ զրկում են մեր պատմությունից իսկական, մեզ զրկում են նորմալ կրթություն ստանալուց եւ այլն, սա է ծրագիրն է։ Իհարկե, եւ սա արվում է ամբողջ աշխարհով։ Ուղղակի ներմոտ դա մի քիչ ավելի կարճ ժամանակում եւ ավելի ինտենսիվ է գնում։ Մյուս հարցը Լեոնարդո դա Վինչի առեղծվածը։ Այդ ֆիլմում ինչ կատարում է, ճիշտ է, այո, որովհետև գիտեք ինչպես Հոլիվուդի եւ բավական լուրջ կինոստուդիաների սցենարիստները, որ մի բան գրում են, պետք է կարդան, պետք է հասկանան դա ինչ է, այնիշ նկարահանում են մոգական թեմաներով, միստիկ թեմաներով, մի հատ այդ բոլորը ուսումնասիրվում է, որպեսզի չլինեն, որ իրանք ծիծաղալու վիճակում ընկնեն հիմարություն գրելու համար, այդ ձևի հիմարություն գրելուց, ասեմ ձեզ, որը ծիծաղալու է դարձել, դա Հարի Փոթերն է, որովհետև Հարի Փոթերի մեջի ինչ, իբր թե մոգական, ես ինչ-որ կա, այդ բոլորը սուտ է, բայց մեծամասնությունը Դա Վինչիի աշխատանքը շատ լուրջն էր, շատ լուրջ, դրա համար էլ ասենք Վատիկանը դեմ դուրս եկավ, եկա քննադատություններ եղան հոգևոր աշխարհից, բայց իրականում ճիշտ էր։ Մյուս հարցը։ Ձեր կարծիքով կվերանա Հայաստանի ծաղանդավորները եւ իրենց բիզնեսները։ Իհարկե ոչ։ Սրանից շատ տասնյակ տարիներ առաջ տարբեր հավատքի ներկայացուցիչներ հավաքվեցին միջազգային մի այսպիսի հանդիպման եւ որոշվեց, որ ոչ մի պետությունում, ոչ մեկը ոչ մի ձեւով չպետք է արգելի ինչ որ ուրիշ հավատքի գործունեությունը իր տարածքում, ավելին շատ բոլոր պետությունները պրակտիկորեն անհայտ է ումից, բայց ստանում են գումար, որպեսզի չարգելեն դրան։ Հայաստանը այն ժամանակների այն ինֆորմացիան, որ ստացել է, Մայր աթոռը, ես չեմ ուզում ասեմ, հիմա խառնվել ենք վեհապար եւ այլն, ես այդ բոլորից հեռու եմ մնում, ես ասում եմ փաստը, որ եղել է տասնյակ տարիներ առաջ։ Մայր աթոռը դեռ Վազգենի օրոք ստորագրեց, որ ամեն տարի կստանա 40, եթե չեմ սխալվում, 3 միլիոն $, որպեսզի չարգելակի, որ այս տարածքում տարբեր հավատքներ գոյատևեն։ Բարեձեզ պարոն Եմեջան, խնդրում եմ կասեք 48 տարեկան եմ, մոտս սկսում է մենոպաուզա եւ 6 ամիսը մեկ վատանում եմ, հիվանդանում եմ, կարող եք ասել մի որևիցե ձև։ Գիտեք ինչ, բոլորը փորձում են կանայք փախնել այդ վիճակից։ Բայց հասկանանք մի հասարակ բան, սա բնական process է։ Եվ ես ում գիտեմ, ով ընդունում են ինչ-որ հորմոնալ դեղեր, բան, նախ այդ process-ը ավելի երկարում է, երկրորդ այդ մարդիկ սկսում են գերանալ, այդ մարդկանց մոտ սկսում են մազակալում մարմնի եւ դեմքի, նաեւ ասենք ծակոտորների խոշորացում, բան, այնց որ ես չեմ համարում, սա ճիշտ է։ Դրա համար կներեք, չեմ ասի ինչ անել, ոնց անել, որտեղ դա ավելի շատ վնաս է տալիս։
Երեխայի մազերը 1 տարեկանից հետո որ քաչալանում են, ճիշտ է թե ոչ, հատկապես որ երեխան ծնվում է մազերով, այո, ճիշտ է, նորմալ է, ուրիշ հարց կա։ Փորձեք, եթե ուզում եք ձեր երեխան դառնա խելացի եւ մեծանա խելացի, հնում արվում էր այսպես մինչև 7 տարեկան երեխայի մազերը չէին կտրվում, թե տղա, թե աղջիկ, որովհետեւ տեսեք, մարդ էակ է փորձվում է, առաջի լուրջ փուլը որ անցնում է 1-ից 3 տարեկանն է, որից հետո գալիս է 3-ից 7 տարեկանը, 7 տարեկանից հետո նոր սկսում է ամեն ինչ վերակառուցման process-ներ, միջև այդ գնում է կազմավորում եւ մանավանդ ուղեղի զարգացում։ Իսկ մազերի կրճատումը բերում է նրան, որ այդ մարդը դառնում է ավելի դանդաղ մտածող եւ ես հիշում եմ, իմ երեխա ժամանակ մոդա էր, երեխեքին ասեն մազերը քաչալացնեին։ Սխալ բաներ, շատ սխալ բաներ, որտեղ մազը շատ մեծ դեր է խաղում։ Հետո հաշվի առեք հետաքրքիր բան, մինչև 10-րդ դարը բոլոր դարաշրջաններում ինչ եղել է, թե կանայք, թե տղամարդիկ երկար մազ են պահել։ Կանայք հայ աղջիկները դե անպայման 2 ծամեր ունենային եւ չէին կտրում։ Հուսերը մենակ կրճատվում էին համեմատաբար ամուսնանալուց հետո եւ այդ ժամանակ մի ծամեր արվում, որը նշանակում էր, որ այս կինը ամուսնացած է։ Հարգանքներս պարոն Եմենջան, հղիության ընթացքում սկսվեց քաղցր ուտել եւ ծննդաբերելուց հետո շարունակում է քաղցր հանդեպ, անտարբեր չեմ մնում, ուտում եմ ամեն ինչ, մուրավաներ, կոնֆետներ եւ այլն։ Ինչ է դա, արդյոք վնաս չի, շատ վնաս է, նախ դուք շատ կարճ ժամանակ հետո կկանգնեք շաքարախտի դիմաց, հետո գերանալու, բայց եթե քաղցրը, սկսենք հետևյալից, նախ եւ առաջ շաքարը դա համար առաջի օֆիցիալ թույլատրված նարկոտիկն է մոլորակի վրա, որովհետև նա ստիպում է, որ մարդը լինի կախման իրան մեջ եւ ինչքան է օգտագործում է, ավելի պահանջ է զգում։ 1. Երկրորդը, մեծ քանակով քաղցր ուտողների մոտ անպայման գոյություն ունեն պարազիտներ, պարտադիր, եւ միջև այդ պարազիտները չմաքրվի, այս process-ը չի դադարվի։ Ամեն դեպքում, եթե դուք վերցնեք այն պարազիտները, որոնք, ասենք, դեղերը կան մեր դեղատներում, վերցնում ես մի 3-4 պարազիտի դեմ է աշխատում եւ կարծում եք դրանով կօգտագործման կանեք, չի օգնի, որովհետեւ ընդհանուր պարազիտների քանակը ի զարմանքս ձեզ ավելի քան 30,000 են, որից ինչքան կա մարդու մարմնի մեջ, մինչեւ վերջը լճեն այդ ազոտը, ես դրա մասին մի հատ հաղորդում տվել էի, կարող եք բացել նայեք։ Ինչպես կարող ենք վախից ազատվել։ Արդյոք մոմ թափելը տարբերակ օգնում է, այո, եւ շատ։ Եթե իհարկե մոմ թափողը լուրջ անձնավորություն է, որովհետեւ մոմ թափելու ընթացքում կարդում են շատ կոնկրետ աղոթքներ, շատ կոնկրետ բաներ, net չի որ ամեն մարդ ինչ ցանկացավ, ինչ աղոթք կարդաց այդ րոպեին, տենց կլինի, չէ։ Այնտեղ աղոթքների շարասյուն կա, որից հետո ինչ ես կարդում, ոնց ես անում եւ այլն։ Այո, նման դեպքում կարելի է բուժվել։ Հարգելի Եմեն ջան, կասեք Հայաստանը որտեղից բնական քարեր ձեռք բերել, կեղծիքները շատ են, ես գիտեմ մենակ մի անձնավորություն, որը բերում է Լեհաստանից, հայտնի Ելենյա Գուռա տեղից, որտեղ այնտեղ կան բնական քարերի մեծ տարբեր տեսակների ան եւ նա բերում է Հայաստան։ Ես չեմ կարող հիմա կոնկրետ ասել այդ խանութի անունը, բայց ես ասեմ Ալավերդյան Սայաթ-Նովա խաչմերուկը կա, Ալավերդյանից Սայաթ-Նովա չհասած խաչմերուկ, եթե նայեք աչի վրա մի հատ փոքրիկ 2 հարկանի կամ 3 հարկանի 50-ական թվականների շենք է։ Մուտքը մի քիչ կողքից աննկատելի։ Այդտեղ առաջի հարկում կա տենց քարերի խանութ։ Իդեպ այնտեղ կարաք նաև գտնեք հանրահայտ շունգիտ, եթե լսել եք երբևիցե, շունգիտ քարից կարող եք գտնել այնտեղ, որը եթե մարդիկ գիտեն ինչ է, կիմանան, կարող են դեղից ձեռք բերել։ Բարև ձեզ, կպատմեք շիշկավիդնայա ժիլիզա, ինչ է դա, ինչ կարևոր նշանակություն ունի, նախապես շնորհակալություն։ Եկեք այսպես, ես այս հարցին կպատասխանեմ մյուս անգամ, որտեղ սա շատ մեծ հարց է, բայց հետաքրքիր հարց է ու շատ հետաքրքիր բաներ կբացատրվի, ես այս մեծ հարցին կպատասխանեմ մյուս անգամ։ Պարոն Եմեն ջան, ինչպես եք վերաբերվում Նիկոլայ Լևաշովի աշխատություններին
Համարում եք նրան լուրջ անձնավորություն, թե ոչ, այո, ավելին, ես ոչ մենակ իրեն համարում եմ, ես իրեն հետ ծանոթել եմ եղել եւ համարում եմ, որ Ռուսաստանի այսօր ամենաունիկալ գաղափարախոսողներից մեկը, պրակտիկ իմացող նաեւ եղել է նա։ Եվ ես համարում եմ, որ այդ սա կարծիքն է, որ ես սխալվում եմ, բայց այնինչ ինքը խոսում էր, այնինչ անում էր, խոսում էր նա մասին, որ այս մարդուն վերացրեցին։ Բարև ձեզ, հարգելի պարոն Եղեմյան, հետաքրքիր է ձեր կարծիքը լսել մարդկանց ազգանունների մասին, թե ինչ են հուշում, փոխանակում եւ այլն եւ այլն։ Ես սա էլ կթողեմ մյուս անգամ, որտեղ թեման շատ մեծ է, մանավանդ որ նաեւ ինձ խնդրել էին պատմել, թե ինչ է նշանակում իմ ազգանունը Եղեմյան, ով եմ, ինչ եմ, նախնիներիցս, մյուս անգամ կպատմեմ։ Բարև ձեզ, հարգելի Եղեմյան, էպիլեպսիայով հիվանդը գլխուղեղում առանց ուռուցքի բացակայության լինում է եւ էնցեֆալիտը համարվում է բուժում ունի թե չէ եւ այլն մանրամասն խոշում։ Լսեք, չբուժվող բան չկա, եթե մի բան կա, դրա հականե պետք է լինի։ Էպիլեպսիան պարտադիր չէ, որ անպայման ունենա ուռուցք։ Շատ դեպքերում նրա ուղեղի իմպուլսային ձևերը աշխատում են ուրիշ ձևի։ Ես իմ հաղորդումներից մեկի ժամանակ ասել եմ, ինչպես կարելի է բուժել էպիլեպսիան։ Եթե խոսքը գնում է էնցեֆալիտի մասին, սա ավելի լուրջ է եւ մի քիչ ավելի բարդ է, մանավանդ որ էնցեֆալիտով հիվանդները, այնինչ ես տեսել եմ, այնինչ ես օրինակ եմ ունեցել, էնցեֆալիտից մարդիկ կամ մահանում են, կամ եթե չեն մահանում, այդ դեպքում նրանց մոտ սկսում է տարօրինակություններ ուղեղի զարգացումը սկսում է դադարել։ Այսինքն չէ դադարել, այլ մոտավորապես 10-15 տարիով հետ են գնում եւ այդ մարդիկ ավելի երևի այսքանը կասեի, կարծում եմ առաջի հանդիպման համար քիչ չէր։ Տեսեք, օգտագործեք ինչ ասեցի, փորձեք ինքներդ ձեզ ոտքի կանգնացնել, որտեղ ասում եմ ես չեմ հավատում, որ բժշկությունը կարող է ձեզ ուռուցքներից բժշկել։ Ժողովուրդ, նախատորական օրերը ցանկանում եմ ձեզ լավ տոն, լավ ուրախություն, ձեր սեղանի վրա քաղցրավենիքը շատ լինի, որովհետև ասում են նոր տարուն ինչքան քաղցր ուտես, այդքան քաղցր կանցնի քո տարին ու հաջողակ։ Հայաստանում հնում չկար, որ պետք է սեղանի վրա կոկորտիլոս լինի, հնդուհավ լինի, ես իմ այնտեղ տարբեր ձևի sense ինչ որ յուրահատուկ բաներ, անպայման տոլմա, բլինչիկ եւ այլն։ Մի ծիծաղեք։ Ուրեմն գիտեք ինչ կա, հայերը միշտ նոր տարի տոնել են հետեւյալ կերպ։ Սեղանի վրա պետք է լիներ քաղցր ճիճ, չարաս, գաթա եւ նմանատիպ բաներ, քաղցրավենիքներ, եւ որ գալիս էին իրար տուն հյուրասիրելու, բանանելու, այդ ինչ էր, որ եկավ գնամ վրաս տակտակացնեմ, բերեմ, էսի արագ տնեմ, որ այս մարդիկ տակտակ ու չէ, դեն չի եղել։ Մարդիկ գալիս էին, մի տաս խմում էին իրար, գինի միայն եւ դառը գինի։ Այս քաղցրավենիքից մի քանի բան վերցնում էին, գնում էին ուրախ իրենց համար նոր տարի տոնելու։ Ես ձեզ առաջարկում եմ շատերը ասում են մենք հայերս, բայց մենք հայերս մոռացել ենք մեր հայությունը։ Մենք հնդուհավ ենք անում, որ ամերիկացիք։ Մենք հավիճը տեր ենք սարքում, որովհետև Ռուսաստանի ժամանակ, սովետական միության ժամանակ դա մտավ։ Հետո չեցիմանչը մտածեցինք, որ այս բոլորը պետք է խմելու հանդերձ պի օղիով խմենք, դե եթե խմիչքը օղին եղավ, ուրեմն ինչ-որ բան պետք է լինի, որը հետևից օգտագործենք։ Այդտեղ սեղանի վրա հայտնվեցին երշիկ, բաստրմա, ֆիլե, բուժինինա եւ այլն եւ այլն։ Ու դառավ մի հատ խնջույքի սեղան, ոչ թե նոր տարին քաղցրով ընդունել, որ այդ տարին քաղցրով գա եւ քաղցրով գնաց այս համար։ Այս առաջարկում եմ ձեզ ու մեծ սրտանցով մաղթում եմ ինչ էլ ուտեք, որտեղ ուտեք քաղցր կերեք սեղաններից, որ ձեր տարին քաղցր լինի, մեր երկիրն է քաղցրանա մի քիչ, այլ ոչ թե մենակ միս ուտենք ու հասկացաք։ Ամենայն բարիք ձեզ, միշտ նոր հանդիպումներ, հաջողություն։